Վաղարավոտյան ԱԱԾ դիմակավորված անձինք մտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա երկու որդիների Սեդրակ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքի падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններ։ Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը անմիջապես ձերբակալվել են, բերման են ենթարկվել հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման եւ կաշառք ստանալու հոդվածներով։ Իրավապահ կառույցը նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Լևոն Քոչարյանը падգամավորական անձեռնմխելիություն ունի եւ առանց խորհրդարանի համաձայնության նրան ձերբակալելու իրավունք իրավապահները չունեն։ Երկրորդ նախագահի ինքնազգացողությունը սակայն ժամեր անց հակակոռուպցիոն կոմիտեում կտրուկ վատացել է։ Շտապօգնություն է կանչվել, արձանագրվել է զարկերակի բարձր ճնշում, որից հետո նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Բագրատ Միկոյանն ազատությանը փոխանցեց, որ երկրորդ նախագահը վերջին շրջանում բժշկական միջամտության է ենթարկվել եւ բժշկի ցուցումով նա տեղափոխվել է հիվանդանոց։ Քոչարյանի կրտսեր որդին Լևոն Քոչարյանն այսօր ավելի ուշ հաստատեց, հայրը մոտ 2 շաբաթ առաջ վիրահատվել էր։ Այո, սրտի հետ կապված կար խնդիր, մոտ 2 շաբաթ առաջ երևի, այդպես, կարծում եմ։ Լևոն Քոչարյանի տանը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներին դիմավորել են նրա 3 անչափահաս երեխաները։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որ ոչ իրավաչափ է համարում ալֆա ջոկատի ներգրավմամբ իրականացված գործողությունները, խուզարկությունից հետո ասաց, որ երեխաները շփոթված էին։ Դուրը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու ասենց ասում էր Էս ինչ են անում այս մարդիկ այստեղ։ Լևոնի կինն էր փորձում էր փոքրիկին բացատրել, որ, չգիտեմ, հնարավոր է Սպայդերմենն է եկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդանից շտապել է արդարացնել մանկահասակ երեխաների ներկայությամբ իրականացված իրավապահների գործողությունները, նշելով, որ պետությունը աշխատում է։ Քրեական գործը պետք է խուզարբախի ԱԱԾ-ն գնացել։ Բա ով բանին քննիչին է մեկին մենակ ուղարկեն, որ բան անեք, վրատակ մի հատ էլ գլուխ գովակ, ասեք, տեսակ ինչ ուզեղ տղեկ էինք, բան արեցինք, չթողեցինք, բա պետությունա պետք է աշխատի, բա ասել են պետության համը բերանները տա մնալու, հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերանները թուլացել է, պետությունը, ժողովրդի պետությունը բերաններից իջնելու է։ Փաստաբանների փոխանցմամբ Լևոն Քոչարյանի տանը այսօր քննիչները ապօրինի ձեռք բերված գույքին առնչվող թանկարժեք իրեր են փնտրել, անգամ ափսեների արտադրությունն են ստուգել, բայց այդպես էլ որևէ բան չեն գտել։ Սպասքի հետևի լոգոներն էին բացում, սկսում նայել, ուզում էին հասկանալ ինչ որ ուլտրա թանկարժեք բաներ կան։ Իդեպ փաստաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացրեց, որ քննիչը ընդամենը 3 է падգամավորի տանը խուզարկություն անելու թույլտվություն ստացել, այսինքն ըստ փաստաբանի խորհրդարանում Լևոն Քոչարյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սուրբ բանավեճից հետո 3 Լևոն Քոչարյանը նաև վիրավորական որակումներ էր հնչեցրել Փաշինյանի հասցեին, ինչին ի պատասխան վարչապետը սպառնացել էր, դատելու է։ Մեզ էլ ասում են Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարում լինի այս բան։ Այն ինչ որ ես ձեզ ասեցի, ես այո, ձեզ դատում եմ եւ ես ձեզ դատելու եմ եւ պատրաստ եմ նույն դատով դատվել։ Շնորհակալ։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնելով, որ երկրորդ նախագահին եւ նրա ավագ որդուն մեղադրանք է առաջադրել խոշոր չափերի կաշառքի եւ փողերի լվացման հոդվածներով, պնդում է։ Փաստական տվյալներ են ստացվել, որ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինծ ու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս գործի շրջանակներում իրավապահ մարմինը Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների ցանկ է հրապարակել Play City, Orange Fitness, Piazza Grande, Toyota, Kaputak Sevan եւ այլն։ Այս եւ մի շարք այլ ընկերություններում առավոտից խուզարկություններ էին։ Ըստ քննիչների, այս ընկերությունները կամ դրանց բաժնեմասերը Քոչարյանները ձեռք են բերել ապօրինի եղանակով։ Իդեպ գլխավոր դատախազությունը հատուկ շեշտում է 1998-ից 2008 թվականները Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները անցած չեն։ Հակակոռուպցիոն կոմիտեում երկրորդ նախագահին մեղսագրվող գործի շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 6 անձ։ Մեղադրանք է առաջադրվել 10 անձի, այդ թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Սերժ Սարգսյանին սակայն հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալելու որոշում դեռ չի կայացրել։ Այսօր կոմիտե հրավիրվելուց հետո նա ազատ արձակվեց։ Դատելով Սարգսյանի այսօրվա կարճ արձագանքից նա իրեն հասցեագրված մեղադրանքից դեռևս գլուխ չի հանում, ինչպես ինքն ասաց, բան չի հասկանում։ Երբ որ գործերը ստանան, գործի նյութեր են ժամանակ խոսեն, բան չեմ հասկանում։
Նախագահներ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից բացի այս գործով ըստ գլխավոր դատախազության անցնում են նաեւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց շարքում են նախկին վարչապետ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Քոչարյանների հետ փոխկապակցված ընկերություններում այսօր վաղ առավոտից խուզարկություններ էին։ Ազատությունը եղավ Պիացցա Գրանդեում, որտեղ այդ պահին քննիչները արդեն մի քանի գրասենյակներ կապարակնքել էին։ Դրանցից մեկն էր Լևոն Քոչարյանի կնոջը պատկանող Սիրուշո Production-ն էր։ Խնդրում հեռացրեք նկարները։ Պարոն Մայր։ Փաստաբան Հակոբ Գյուրեղյանը, որ չցանկացավ ասել, թե կոնկրետ ում շահերն է ներկայացնում, պնդում էր, թե խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել եւ քննիչները փաստացի սեփականության իրավունքի սահմանափակում են իրականացնում, փակելով գրասենյակները։ Այսինքն քննիչը ֆիզիկապես արգելում է մուտքը որոշակի տարածք, մինչդեռ սեփականության իրավունքի սահմանափակումը հնարավոր է միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում եւ այն է դատանի որոշում։ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոխկապակցված մի քանի ընկերությունների, տվյալ դեպքում Ստեֆանո Ռիչի, Կորնելյանի, Play-City եւ Orange Fitness տնօրենների նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։ Նրանք ձերբակալվել են, այս գործն էլ առանձին քննվում է քննչական կոմիտեում։ Առայժմ պարզ չէ, արդյոք այսօր 72-ամյա Ռոբերտ Քոչարյանին կտանեն դատարան կալանքի հարցը քննելու համար։ Օրվա ավարտին նա դեռ բուժ հաստատությունում հետազոտություններ անցնում։